Հոկտեմբերի 3-ից 5-ը Երևանում կայացավ Արատա 2025 պլաստիկ վիրաբուժության բարդությունները միջազգային համաժողովը։ Մեկ հարթակում համախմբելով առաջատար վիրաբուժների Հայաստանից եւ արտերկրից 3 օր շարունակ ոլորտի 40 առաջատար մասնագետներ ներկայացրեցին շուրջ 60 գիտական զեկույց, անդրադառնալով դեմքի, կրծքի եւ մարմնի պլաստիկ վիրահատությունների հնարավոր բարդություններին, դրանց կանխարգելման եւ բուժման արդի մոտեցումներին։ Սլամետ բժշկական կենտրոնը համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականացման եւ փորձի փոխանակման դերը մասնագիտական կարողությունների զարգացման հարցում։ Համաժողովը մեկնարկեց պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժների հայկական ասոցիացիայի նախագահ Սլամետ բժշկական կենտրոնի պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանի բացման խոսքով։ Գիտաժողովը մի հարթակ է, որը համախմբում է թե Հայաստանի եւ թե արտերկրի բոլոր առաջատար մասնագետներին։ Նման գիտաժողովները կարևոր դեր են խաղում մասնագիտական փորձի եւ գիտելիքների փոխանակման հարցում։ Դրանք հնարավորություններ են ստեղծում մասնակիցներին քննարկելու, կիսվելու բարդ դեպքերով, փնտրել նրանց լուծումները եւ գիտական աշխատանքներ կատարել նման ոլորտում, որը հանդիսանում է ոլորտի զարգացման սկզբունքներից մեկը։ Ուրախությամբ եմ հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ եւ էսթետիկ վիրահատությունների ամբողջ սպեկտրը կատարվում է շատ բարձր մակարդակով, իդեմս Սլամետ բժշկական կենտրոնի, որտեղ ներդրված են միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաները եւ ժամանակակից մոտեցումները։ Համաժողովին ներկայացվեցին զեկույցներ, որոնք վերաբերում էին աբդոմինոպլաստիկայի, կրծքագեղձի ռեկոնստրուկցիայի, դեմքի եւ պարանոցի լիֆտինգի, մարմնի կոնտուրային պլաստիկայի, ինչպես նաեւ կոսմետոլոգիական միջամտությունների ընթացքում առաջացող բարդություններին եւ մաշկային խնդիրներին, դրանց կանխարգելման, վերահսկման, հետևանքների վերացման եւ բուժման ժամանակակից մեթոդներին։ Мероприятие великолепное. Միջոցառումը պարզապես հիասքանչ է։ Ես խորապես տպավորված եմ եւ զեկուցողների բարձր մակարդակով եւ ներկայացված զեկույցների բովանդակությամբ։ Սա բացառիկ նախաձեռնություն է, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ մասնագետների, այլև միջազգային գործընկերների համար։ Իսկ Հայաստանի հյուրընկալությունը պարզապես անգերազանցելի է։ Спасибо огромное։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Ինձ համար պատիվ էր հանդես գալ եւ ներկայացնել իմ մասնագիտական փորձն ու հետազոտական աշխատանքները մարմնի պլաստիկ վիրաբուժության եւ դրա անվտանգության ոլորտում։ Ռուսաստանից հրավիրված պլաստիկ վիրաբույժ Լևոն Արամյանն իր զեկույցում անդրադարձավ մամոպլաստիկայից հետո հնարավոր երկրորդային, երրորդային բարդություններին։ Բոլորին պարզ է եւ հայտնի է, որ բժիշկը սովորում է իր ամբողջ կյանքը։ Մենք ստեղ գալիս ենք, որ մեր մտքերով կիսվենք եւ լսենք գոլեգաների մտքերը եւ միացնենք իրար մեր փորձերը, որտեվ հենց փորձն է բերում հաջողության բժշկության մեջ։ Միջոցառման մասնակից պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ կոսմետոլոգիական ոչ գրագետ միջամտությունների հետևանքով առաջացած բարդություններին։ Կանհայտ ինչ-որ ներարկումներ, անհասկանալի, տարբեր բորբոքումնային պրոցեսներ, այտուցներ, տարբեր տեսակի, որոնք խաթարում են էսթետիկ արդյունքը, բուժման արդյունքը։ Պլանավորում ենք կոսմետոլոգների հետ հանդիպում եւ ցանկալի կլինի, որ վիրաբույժները եւ կոսմետոլոգները միասին հանդիպեն, որ եւ զրուցենք բոլոր այդ խնդիրների եւ բարդությունների մասին։ Փորձենք գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհները, կանխարգելման ուղիները։ Միջոցառման շրջանակում գիտական արդի զեկույցներով հանդես եկան նաև Սլամետ բժշկական կենտրոնի մաշկաբան Դավիթ Հարությունյանը եւ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։ Վերջինիս խոսքով Հայաստանում պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունը դինամիկ զարգացող ուղղություն է։ Մենք ունենք բոլոր պայմանները կատարելու ամենաժամանակակից միջամտությունները, վիրահատությունները եւ մեր գոլեգաները, մեր ընկերները միշտ մասնակցում են միջազգային կոնգրեսներին, կոնֆերենսներին, միշտ տեղյակ են նոր տեխնոլոգիաներից եւ այդ ամեն ինչը կիրառում են իրենց ամենօրյա պրակտիկայում։ Սլամետ բժշկական կենտրոնում մենք իրականացնում ենք ամբողջ սպեկտր պլաստիկ եւ էսթետիկ վիրահատությունների, նաեւ իրականացնում ենք շատ հաճախ կոմպլեքս վիրահատություններ, որի ժամանակ մենք կատարում ենք եւ դեմքի վիրահատություն եւ մարմնի վիրահատություն միաժամանակ երկու թիմով։ Արատա 2025 պլաստիկ վիրաբուժության բարդությունները միջազգային համաժողովի շրջանակում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ Երրորդյա համաժողովը խթան էր մասնագիտական գիտելիքների եւ փորձի փոխանակման, տեղական ու միջազգային մասնագիտական համայնքների միջև համագործակցության ամրապնդման համար։